Ընկերներ ջան, բարի օր, ոնց եք, ես լավ եմ, մինչև արձակուրդի գնալը մի հատ զգեստ էի գնել հանութից, Սիենայից, Սեունդայից ու հենց երկրորդ հագնելու ժամանակ պատրվեց այս մասը, սենց քաշելուց պատրվեց, մի քիչ բան կտուրա էլի, ինենց բարակոտ կտուրա, հիմա այս խունա, այս խունի ծառա Այդ ինչքան աճել, այդ պտուղները Ընկինը կանգնել նայում է ինչ եմ խոսում, ինչ եմ ցույց տալիս լիքը հոներ վրան Հիմա ուզում եմ այդ զգեստը տանեմ խանութ, ասեմ տեսեմ կարամ կվերցնեն հետ թե չէ Փորձեմ, որտեղ օրինակ մեր խանութում վերցնում են, որ ինչ-որ տես դեֆեկտ ալի հնարավոր է հենց գործարանային դեֆեկտը ես ուշադիր չեմ եղել, բայց բանն է, որ կտրոնը չեմ պահել Դե գնում էի արձակուր շատ չեմ մտածել, որ տես բան կլինի, կտրոնը չեմ պահել, բայց կարամ որպես ապացույց բանկի քաղվածքը ցույց տամ ու ես ինքս եմ վճարել Այսինքն ինքնասպասարկող կասայում ինքս վճարել եմ Բանկի քաղվածքը ցույց կտամ, եթե կարիք լինի Խանութում երկու աշխատող կային, մեկը ուսանող էր, մի հատ էլ հիմնական աշխատող էր Բացատրեցի սիտուացիան, ասեց մենք ոչ բան չենք կարող անենք, դա պետքա ստոր մենեջերը որոշի Ինքն էլ ասեց այսօր առավոտ էր այստեղ Վաղը եկեք, ասեցի վաղը չեմ կարող գործի եմ Ասեցի, որ կտրոնն էլ չունեմ, ասեց հա ամեն ինչ ինքը պետքա որոշի Վերջ պայմանավորվեցինք, ասեց երկուշաբթի օրը այստեղ ասիթե կգամ իր հետ կճշտեմ Այդպես մտա դե որ ակցիոնի կողքն էր խանութը Տախտակ էի ուզում առնեի Մտա մի հատ տախտակ վերցրի Երկու ատելի են մոծակների սատկացնող յուղից վերցրի Հիմա ասում եմ են մսի խանութ կար դրա դիմացով Խանութը փակվել է Հիշում եք ասում էի շատ հարամ աշխատող էր, թուրք մարդ էր Հիմա դրա փոխարեն բացել են լիբանանյան պիցցա Արդյոք իրանք արդարացնի Ինչ բացում են, փակում են այստեղ Այս կողմերում Քիչ է շարժ լինում Դրանապես կենտրոններում է հարմար Բայց նենչի որ կենտրոններում պարտադիր ձեռա տալիս բիզնեսը Կարա այնտեղ էլ ձեռք չտա ու փակեն Ինչ-որ է, այստեղ պիցցայանոց էին բացել Այս ետևի կողմից էլ դուռը բաց էր Ինքան փնթի կեղտոտ տեղ է Այդտեղ էլ երևի թխում են, չգիտեմ Մի տղա էր կանգնած Ինչև է ժողովուրդ ջան Այդ էլ այդպես Հիմա փորձում եմ այդ զգեստը կփոխեն, կվերցեն, չեմ վերցնի արդեն իրանց գործն է Ես ուղղակի ինչի չեմ կարում, որովհետև զգում եմ, որ մատերիալը նենց է, որ էլի կքանդվի որ մի թեթևս է ձեռ եմ տալիս այդ քանդված կարի կողքերից ոնց որ էլի քանդվի Հիմա նայենք, երկուշաբթի մի հատ էլ կփորձեմ, կվերցնի, չէ Ինչև է, հոգ իմանամ, որ փորձել եմ Այս էլ է սիրուն շենք, էլի վաճառքի է դրված Ծերանոցի վրա է գրված ապագա Այսինքն ապագան ծերանոցում է էլի Հուլիսի 14-ին 7:30 ֆրանսիական երեկո Միջոցառում են կազմակերպելու այստեղ Պատրաստվում են լույսեր են կպցնում, կախում Այս դպրոցը, այս կողքով որ անցնում է մեծահասակների դպրոցը Իրանք են կազմակերպում Օտարերկրացիների համար ոնց որ առաջին ու երկրորդ նիվոն են, թե մենակ առաջին նիվոն է այստեղ Երանի բարձր նիվոները լինեին, ես տանը մոտ է, էլի կգայի Գծերը թարմացրել են Մեր գնալուց առաջ լավ չէր երևում այս սպիտակը Աչ կողմով եմ իշնում, այստեղ հետևից կարա հեծանվորդ կա Այս կողմը արև չի, ստվերոտ է Դրա համար չեմ ասնում մյուս կողմ, իրական մյուս կողմով պետք է իշնեմ Հեծանվորդի ճանապարհով եմ իշնում Բայց թե ոչինչ, այս կողմը հող է Գործերով էի դուրս եկել Տուն եմ գնում, սուրճ չեմ խմել
Արագ նախաճաշելու դուրս եմ եկել գնամ մի հատ սուրճ խմեմ, ոնց որ սովորություն լինի։ Անպայման պետք է առավոտների նախաճաշից հետո սուրճ խմեմ, բայց այսօր չեմ խմել։ Պապան, մաման ու Ձագուկը։ Այն օրերին ես փողոցով շատ են մեքենաների անց ու դարձը։ Հիմա որ արձակուրդների սեզոն այդքան շատ չի։ Այս կողմով անտառ կարանք գնանք, մի անգամ գնացել ենք, մի քիչ ներքև ենք իջնում ու այգին է, մեր մշտական այգին։ Հենց այգու մոտ ավտոբուսը կանգառ ունի, ինչ լավ է, մեզանց էլ շատ հեռու չի ընկնում հետ։ Այս շենքը ահագին սարքել են, սիրուն է այս կարմիր քարով շենքը։ Այսօր պլաստիկ աղբի օրն է, մենք էլ ենք դուրս դրել, որ այստեղ չենք, քիչ է եղել։ Միշտ 2 հատ լինում է, նախկինում 3 հատ էր լինում, որ ջուրել էինք առնում խանութից պլաստիկ շշերով, 3 հատ էր լինում աղբի տոպրակները, 2 շաբաթը մեկ 3 հատ դուրս էինք դնում։ Բայց հիմա որ էլ ջուր չենք առնում, ֆիլտր ունենք ու ֆիլտրում ենք ջուրը, ֆիլտրած ջուր ենք խմում։ Արդեն այդ շշերը չենք առնում, մեկ առնում ենք իհարկե, փոքր շշերով, այնց դուրս գալուց բան կարող է հետներս վերցնենք։ Բայց այսպես էլ աղբը քիչ է լինում։ Այդ շատ լավ է։ Հետ դուրս գալու եղանակ չի։ Լավ շոկը։ Այս շաբաթ մինչև 37-38 աստիճան պետք է բարձրանա։ Ես որ շոկը չեմ սիրում, չգիտեմ։ Մնացած բոլոր եղանակները շատ եմ սիրում, բայց ամառը իմ համար մաքսիմում 25 աստիճան։ Ավել էլ չեմ դիմանում, որ մնացի 35-37։ Այսենց հանում աղբը դուրս են դնում, ամբողջ քաղաքին են նույն օրում դե բնականաբար չեն հասցնի տանեն, փողոց են տանում։ Հիմա այսօր 3 շաբթի օրերը մեր կողմերի այս փողոցներինն է։ Երևի 2 շաբթի օրվանց են սկսում ուրիշ փողոցներում, եթե չեմ սխալվում 4 օրում տանում են։ Այս կապույտ աղբը ամբողջ քաղաքին է, էլի դա ահագին մեծ քաղաք է։ 65-66 հազար բնակչություն ունի։ Հեծանիվը վաճառքես չեմ հիշում, եթե չեմ սխալվում, այն ժամանակ այս հեծանիվն էր էլի դրված, մի անգամ էլ եմ այս կողմից անցնելուց տեսել վաճառքի։ Սովոր ասում է հեծանիվ քշել եմ փոքրին, ասում է շարունակի ոտերով պտտել, շարունակի քշելը։ Այսենց փոքրուց հեծանիվ են քշում, նայեք դրոշակն էլ դրած, կարմիր սաղավարտը գլխին, որ զգուշ լինեն համ մեքենաները, համ էլ երեխան, որ հանկարծ ընկնի, գլուխը չվնասվի։ Հեծանվով առևտուր արած եկավ տուն։ Հեծանվը փրկություն է այստեղ։ Ամեն կողմից է լավ։ Համ իրանց առողջության համար, համ արագ է, համ խնայում են։ Շատ լավ է հեծանիվը, առավել ևս, որ հեծանվորդի համար բոլոր պայմանները կան, անվտանգ երթև եկելու։ Մի քիչ լավ է, գոնե քամի կա, մեղմում է շոկը։ Այստեղ տուն էին դրել վաճառքի, մինչև մեր Հայաստան գնալներ հենա վաճառվել է։ Արտաքին տեսքից սիրուն շենք է։ Բայց դուրը ինքան հին է, երևի հին շենք է։ Գնացինք, այս են շատ հեծանվորդներ կտեսնեք։ Նայեք ամբողջ շենքներ վաճառում է սա։ Այնտեղ էլ ցուցանակ կա, այնտեղ էլ կա։ Մեր հարևաններն էլ էին դրել վաճառքի, հիմա էլ գրված չի, որ վաճառված է, դե որ վաճառում են, գրում են վաճառված։
բայց իրանք չկան։ Հիմա թե արձակուրդ են գնացել, թե արդեն տունը վաճառվել է, չգիտեմ։ Շարել են աղբը սիրուն, ամեն քաղաք իր աղբի տոպրակն ունի, բոլորը իրար նման չեն, կամ քաղաքի անունը վրան գրած, կամ էլ ուղղակի ինչ-որ տարբերվող բան ունի, էլի։ Չեն կարա մի քաղաքի տոպրակով ուրիշ քաղաքում աղբի թափեն, չեն տանի աղբը ուղղակի։ Նայեք, այդ սիրուն դասավորել են։ Եթե օրինակ շատ աղբ ունեն, այս պլաստիկը չէ, ընդհանրենք խառը աղբը ու շատ ունեն, ամանի մեջ չի տեղավորվում, ամանով է էլի այդ խառը աղբը։ Ուրեմն պետքա զանգեն այդ աղբահավաք ընկերություն, ասեն, որ մենք շատ աղբ ունենք, ասենք պարկերով, սև պարկերով դնում են դուրսը, պայմանավորվելուց հետո նոր տանում են, թե չէ հենց այնպես որ դնեն, չեն տանի աղբը։ Ասենք ժողովուրդ ջան, հասա։ Տանն եմ արդեն ժողովուրդ ջան, այսօր առանց սուրճ խմելու դուրս եկա ու արդեն մի ձև եմ ինձ սովորել ենք արդեն չէ սուրճին, օրը 2 հատ գոնե պետքա խմեմ։ Այսա մի հատ սուրճ տնեմ ու վայ բաժանի մեջ եմ մի անգամ ես լսում, մի հատ սուրճ տնեմ ու բան անեմ, ձեր հարցերն եմ ուզում պատասխանեմ, կոնկրետ ինձ հարցեր տվել էիք, մեր շատ հարց կար ուզում եմ դրանց պատասխանեմ, իսկ այն հարցերը, որ տալիս եք Աշոտի տուրի հետ կապված, դրանք ինքը կպատասխանի, որովհետև ես չգիտեմ տուրի անվանումը, արժեքը ասել եմ ձեզ 140,000 դրամ արժի, որ մեջ մտնում է ամեն ինչ, սնունդը, գնալ գալ, հյուրանոցը, ծախսերը, էլի, բժշկական ապահովագրությունը, որ մարդ են հանկարծ Աստված չանի գնեն ոտքով կամ բան, այդ ամեն ինչը մտնում է այդ գումարի մեջ։ Իսկ մնացածը տուրի անվանում կամ բան, դրանք Աշոտը ձեզ կասի, ես չգիտեմ դրանք։ Այսինքն այդ մարդու ճանաչում եմ, որ տարել է իրան, բայց կոնկրետ ոնց է կոչվում տուրը չգիտեմ։ Ինձ հարցեր էիք տվել, 2 հարց կոնկրետ հիշում եմ, ոնց ենք հայտնվել Բելգիայում, արդյոք չենք ուզում ետ վերադառնալ, ետ չի ձգում հայրենիքը ու հարցրել էիք հարցրել էիք էլի ատամների հետ կապված բժշկի անունը ու ինչքան ժամանակ է պետք, որ բան անեք, դուք էլ գնաք ատամները սարքեք։ Հիմա գնանք նստենք այդ հարցերին առաջ պատասխանեմ։ Հետո ուզում եմ ինչ-որ աղցան պատրաստեմ այսօր, որովհետև Սառնոանում վարունգ կա, վարունգի թթու, մտածում եմ ինչ-որ, չգիտեմ, կամ վինեգրետ կամ ինչ-որ տես մի բան կարելի է պատրաստել։ Գնացինք։ Նստենք մի հատ սուրճ խմենք, համով սուրճ։ Սովորել ենք արդեն առանց սուրճի անհնար է։ Ահագին ջուր եմ արդեն խմել այսօր, հիմա ժամը 12-ն է մեր մոտ, ահագին շատ ջուր եմ խմել։ Ու շոքա պետք է շատ ջուր խմել։ Ուրեմն ժողովուրդ ջան, ոնց ենք հայտնվել Բելգիայում ու արդյոք չենք ուզում ետ գնալ։ Բելգիայում հայտնվել ենք 2017 թվականին, այսա 9 տարի ավել էլի։ Մի պատճառով չենք հայտնվել տարբեր պատճառներով, իսկ հիմա մեր պատճառը չի տարբերվում մյուս հայերի պատճառներից, ովքեր որ դուրս են եկել Հայաստանից ու բոլորդ էլ պարզա ինչի համար են Հայաստանից հայերը դուրս եկել այդ տարիներին։ Հիմա դե մի քիչ ուրիշ է, բայց այն ժամանակ բոլորի պատճառներն էլ կարելի ասել նույնն էին։ Մենք էլ մեր պատճառներով դուրս ենք եկել ու թե արդյոք չի ձգում, չենք ուզենա ետ գնալ, երևի թե կուզենայինք զուտ այնա մեզ մի քիչ բանան, որ մենք Հայաստանում տուն չունենք, եթե տուն ունենանք արդեն մի քիչ ուրիշ է, քան որ չունենք տուն, դրա համար չենք կարողանում հստակ որոշել ու այսպես անորոշ մնում է, առայժմ չէ, առայժմ չենք ուզենա ետ գնալ, միգուցե երբ որ Հայաստանում կունենանք մեր տունը, այն ժամանակ էլ կմտածենք, չեմ ասում, որ անպայման ետ կգնանք, որովհետև մի քիչ արդեն դժվար է, հիմա էլ արդեն հարմարվել ենք այստեղ, Հայաստանում ապրելու համար էլի պետքա միջոցներ ունենալ, այսինքն պետքա աշխատել, մենակ թոշակով Հայաստանում չեն ապրի, այստեղ ես աշխատում եմ, ինչ-որ արդեն մեծ հնարավորություն է իմ համար, չեմ կարծում, որ իմ տարիքում ես Հայաստանում կգնամ, ինչ-որ գործ կգտնեմ, մասնագիտությամբ ես
ուսուցչուհի եմ, նաև բուժքույր եմ, բուժքույր շատ քիչ եմ աշխատել, ուսուցչուհի 10 տարի աշխատել եմ, բայց հիմա չեմ կարծում, որ հիմա ես նորից կուզենամ գնալ մտնել դպրոց, պետք է նորից ոնց որ ամեն ինչ վերապատրաստվել, բան անել, կարճ ասած 10 տարի աշխատել եմ դպրոցում, հիմա արդեն համարյա 10 տարի չեմ աշխատել ու բնականաբար պետք է բոլոր փոփոխությունները, նորությունները իմանալ, վերապատրաստվել կարճ ասած։ Ինչևէ, հայրենիքը իհարկե միշտ էլ ձգում, առավել ևս որ իմ երեխեքը այնտեղ են ապրում, իմ երկու աղջիկը Հայաստանում են ապրում, բնականաբար իմ կեսը այնտեղ է ու թե ոնց կլինի հետո առաջ Աստված չեմ կարող ասել հիմա որ ասեմ հա մենք կգնանք Հայաստան կամ չէ մենք չենք գնա Հայաստան դժվար է ինձ ասելը, դժվար է մեզ ասելը, առայժմ կտեսնենք հետո պարզ կլինի, էլի ոնց կլինի։ Հետո հարցրել եք Էլիատանների հետ կապված ով է բժիշկը ու շոքա ժողովուրդ, այսինքն քրտնում եմ։ Ով է բժիշկը ու ինչքան ժամանակ է պետք, քանի շաբաթ է պետք, որ գնաք ատամները սարքելու։ Ես գնացել եմ հունվար ամսին 2 շաբաթով, ինքը տեղադրել է իմպլանտները ու հիմա գնացել եմ արդեն հունիսի վերջ գնացի, արդեն մնացած աշխատանքներն է արել։ Բժիշկի անունը Դավիթ է, Հակոբյան Դավիթ, մի հատ հոյակապ մասնագետ է, իսկ թե դուք ոնց կապվեք իր հետ, ես նորից բժշկի կնոջ հեռախոսահամարը կգրեմ այս իմ վիդեոյի տակ ու դուք այդ համարով մենակ զանգեք այդ համարով ու ինքը կասի։ Գազար ու կարտոշկա եմ խաշել, կարմիր լոբի ունեմ, վարունգի թթու ունեմ, սրանք մանր կտրատ եմ ու նայեմ էլ ինչ կավելացնեմ աղցանի համար։ Կարմիր բազուկ չունեմ, որ հենց վինեգրետ պատրաստեմ, հիմա նայեմ ինչ եմ էլ ավելացնում։ Բանջարեղենը կտրատեցի, արդյունքում ունեի կարտոֆիլ, գազար, կարմիր պղպեղ եմ լցրել թարմ, սոխ ու հատիկ լոբի։ Մաղադանոս ունեի կանաչներից, համեմն էլ լավ կլներ ու սամիթը, բայց չունեի։ Աղ ու սև պղպեղ եմ լցրել, հիմա թթվասերն էլ կավելացնեմ, խառնեցի, 2 աման թթվասեր լցրի, մի քիչ կարմիր գույնը պակասա, բազուկ չունեի, որ լցնեի։ Այսպես մի քիչ էլ մաղադանոսով զարդարեցի, իհարկե լավ կլներ, որ մի քիչ ավելի շատ տեսականի ունենայի կանաչիների, բայց համտեսել եմ շատ համով է։ Հասած բանաններ կան սառնարանում, ես իմ երբանից մնացել եմ, ինչեւ աշոտի արձակուրդ գալ է։ Փոքր բանաններ են։ Մի հատ դեսեր պատրաստեմ սրանցով, օգտագործեմ։ Շատ հասած մասերը հանեմ, սառած հատապտուղել ունեմ, բանան էլ չեմ սառացնի հիմա, մի անգամից սառած հատապտուղով ու այսպես կսարքեմ, հետո նոր կդնեմ սառնարան, եթե կարիք լինի, հիմա կլինի կարիք, էլի շուտ պաղպաղակի նման մի բան ստացվի։ Մենք շուկա, որ մարդ ուզում է ինչ-որ զովացնող բան ուտի կամ խմի։ Շատ ժամանակ այս ուտելու ցանկությունը մենք շփոթում ենք ծարավի զգացման հետ։ Ես շատ հասել այս մասը։ Սառած մորի ունեմ, այս կլցնեմ։ Հապալասել ունեմ, բայց ավելի լավ է սիկնինով անեմ։ Հանանը կարելի է նախապես դնել սառը, կամ էլ պատրաստել հետո դնել սառացնել։ Ահա հերիքա ես։ Ինչ-որ քաղցր բան չեմ լցնում, բանանի քաղցրությունը հերիք է, եթե դուք ուզենաք կարող եք մի փոքր խտացրած կաթ կամ ինչ-որ քաղցրացնող բան լցնեք, մի փոքր էլ ուզում եմ մասկարպոն էլ լցնեմ, դժվար է բացվում։ Երկու գտալ, կարելի է սերուցք լցնել, ըստ ճաշակի, ով ինչ ուզում է թող այն էլ լցնի։ Նայեք, այսպիսի մասայա ստացվում, լավ չեմ հարել, ոնց որ հալած պանիրը երևում է, ոչինչ, այսպես կխառնեմ, մի քիչ հարմար չէր այդ միքսերով, կարելի է մի քիչ էլ սառացնել, այսպես մի քիչ ոնց որ ջրիկոտ լինի, դնեմ մի քիչ էլ սառի, չնայած որ ես այսպես սիրում եմ, ոչ շատ սառած։
կդատարկեմ այս ամանի մեջ, կդնեմ սառնարան, մի քիչ էլ թող սառի։ Մալինայի փոխարեն կարելի է վերցնել ուրիշ միր կամ ուրիշ հատապտուղ։ Կարելի է նախապես ամենից սառացնել, հետո նոր մանրել, բլենդերով հարել, կամ էլ իմ նման կարելի է այսպես պատրաստել ու հետո նոր դնել սառելու։ Առանց շաքարի դեսերտը։ Վերջ դնեմ սառնարան, երևի տենց մի ժամ մնա, հերիքը արդեն։ Մի 2-3 ժամ մնաց սառցախցիկում, այսենց պնդացել է արդեն։ Տեղը փոքր էր, ես էլ մեծ ամանով եմ դրել, մի քիչ թեքվել է սենց ու հավասարաչափ չի սառել, բայց ընդհանուր որ պատկերացում կազմեք, սառցախցիկում էլ տեղ չկար, ամանն էլ մի քիչ փոքր մեծ էր։ Մի հատ համ տեսեք հիմա։ Մի փոքր, իմ համար շատ լավ է քաղցրը, բայց եթե ուզում եք ավելի քաղցր լինի, կարակ դուք մի քիչ խտացրած կաք կամ ինչ-որ բան լցնեք, շաքարի փոշի կամ բան, բայց սենց իմ համար իդեալական է։ Բայց Սուրեջան, էսի սխալագիր ես դեր դնել եք։ Ինչը։ Էսի։ Ելակը չէ։ Շատ է զարգում, վերենք ընդեղ տնենք, լավ կեր։ Գետնին դնենք։ Հա։ Բերքը հավաքենք, ուզում անենք։ Վայ, նայլա, զգուշա շուտ, այս ծաղիկը, նայլա։ Ինչ է նա։ Վայ, պետք է մի բան դնենք։ Կապենք երևի, չէ, հələ նայ ոնց է պարկել։ Ջարդվել է, էլի։ Հա։ Էսի, դի։ Բայց կկանին էլի։ Դե կապվի իրար կամել։ Հարմար թել կա։ Ես հա, ես էլ կամ կարելի է կապել սրան միացնել։ Բայց ինչու՞ էլի բանա պետք։ Հələ զգուշ չջարդես, մինչև Ինչ մակ է։ բերքը հավաքանում է շուտ է։ Այստեղ հետ վարում կա։ Արդեն քաղելու վաղ ժամանակն է։ Տեսնեք ստոան կա թե չկա։ Չկա, բայց լավ ծաղկած է, չէ։ Երկա կդա։ Հələ։ Էսի մի հատ վարունք։ Այստեղ էլ պետք է երեք տեսել եմ։ Եթե չես քաղել, Չէ, հա, ես չեմ քաղել։ բա ո՞ր մի վարունքներ էլի գողացել են մեր վարունք։ Տարել են, հա։ Չէ, դեռ չկա։ Ես էլ։ Բերենք շերենք։ Լոլիկները ավելի ուշ են կարմրում։ Էսերա։ Բայց ես ինչից ասես տեղնել։ Դե բանա, Սովետյան սնունդը քիչ է, ամանը փոքր է։ Սրանց մեջ են չեմ, այս փոքրերի մեջ պետք է մենակ ծաղիկ դնես երևի։ Դենց չարժե երեգել երկու հատ մոլախոտ անստերից։ Էսերա ու փոխելի։ Ինչի ասում ծառը չի։ Դե նացել այս ծերը ու ասել։ Ու դա տոլստար։ Ստորել չի ելնում էլի։ Նոմա մի բան գտնենք այս ծաղիկները կապենք։ Ես էլ ստես որ համվել լավ եմ չի։ Ջրում ես հիմի։ Պետք է դրել սաղի, խուս կդրեմ երևի։ Ինչը կտրես։ Այս վարտի գլխին։ Վարտերը, հա։ Որ իմ բաները արդեն հենց տվե բացում են։ Այս նորից բացվում է։ Պետք է ուրիշ է։ Հա շուտ, բայց մեզ ասել են մեր բաժանորդները, որ վարտը բանանում այստեղից պետքա կտրվի։ Այստեղից։ Կարելի է կտրել, մկրատով կտրել։ Դե մկրատը դե ունի, մենա էսի տեսնայի։ Էսի չորացել է։ Հա, այս էլ այս մասից պետքա կտրվի։ Թե մեկ իշխորքից։ Ավելի խորը։ Հա։ Այս մյուսն է նա փշոդա, այս կարմիր վարդն է, էսի։ Այս նոր վարդը, հա։ Էսի լա ելել։ Կբելա։ Են բանը ինչ է։ Կոդի ինչ է կասում չգիտեմ։ Բանդը չեն ֆրզին։ Դե ջրի, հա։
Անդից հանի դրեսի։ Հա, բայց ինչ էդ քիչ է հողը։ Հողը քիչ է, հա, բայց կարելի է գնալեցնել։ Ես տարի չէ։ Հողն է, հա։